Պատրաստ եք ընդդիմություն դառնալու, պարոն Ալեքսանյան, Նարեկ Կարապետյանը խոստացել է ձեզ երկրորդ անգամ ԿՊ-ի Նարեկ Կարապետյանն ո՞վ է։ Մեր ձևով շարժման համակարգողը։ Հա։ Պատրաստ է ինչ անել։ Ձեզ ընդդիմություն է դարձնելու։ Հաշվի առնելով, որ մի հատ կրկեսի շենքը իրենք սարքում են 15 տարում, վախենամ այս խոստումն էլ էլի մի 15 տարվա ժամկետով է ինքը ասում, այսինքն իրանց թողնելուն պետք է չնայել, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրականում կորոշի ով է իշխանություն եւ ով է ընդդիմություն։ Դա տենց ռուսաստանցի օլիգարխները չեն, որ պիտի գան Հայաստանում որոշեն, թե ով պետք է լինի։ Դե ռուսաստանցի օլիգարխի քաղաքական ուժի անդամ է, քաղաքական միավորի անդամ է։ Այն օլիգարխն է, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր իդեպ ծափահարել։ Այո, լավ էր անում։ Բոլորին էլ պետք է ծափահարել, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ներդրում են անում եւ զահարգում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Բայց ինքը երբ հրաժարականի պահանջ ներկայացրել։ Ինքն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել, ինքը ավելի վատ բան արել։ Ինքը փաստացի Հայաստանի Հանրապետությունում ինչ որ քրյա օլիգարխիկ համակարգով հարցեր լուծելու կոչ է բարձրացրել։ Կներեք, հրաժարական պահանջելը դա ցիվիլ քաղաքակիրթ երևույթ է, կար եւ պահանջեր։ Իհարկե հետաքրքիր կլներ հարցնել, թե տենց պահանջող տղային ինչի Ռուսաստանում այս կամ այն բանը չեն պահանջում, չեմ ասում, նախագահ, ասենք ինչ որ մի հատ տենց նախարարության կամայական բաժնի պետի հրաժարական կարան պահանջեն Ռուսաստանում, թե չեն կարա պահանջեն իրանց հիմնական բնակության ու կենսագործունեության երկրում այդ հարցի իհարկե հետաքրքիր կլիներ տալը, բայց ինչևէ, այդ հարցը կտային, դա կլներ քաղաքական դիսկուրս, բայց այս այդ դեպքը չի։